Բարի օր բոլորին, ժամը իմ փոքր խախտված է, առավոտյան շատ շուտ չի, բայց ամեն դեպքում անհնարավոր չգնամ և ես շտապում եմ տեսնել, թե որտեղ են իմ սիրունները, կերակրեմ նրանց։ Այսօր կարծես թե արև է, բայց դեռ այս ձյունը դժվար հալվի, երևի պետք է այնքան տաքանա, որ անձրև կա տեղումների տեսքով, որ ձյունը մաքրի տանի, քանի որ բավականին շատ է և կոշտացած ձյուն է, ուղղակի արևով 1-2 աստիճան պլյուսով չի հալի այս ձյունը։ Հիմա տեսնեմ որտեղ են, երևի ներսի հատվածում են, ավելի լավ չեմ գա հաչոցները դնի, մտնեմ փիսիկներին կերակրեմ, այնուհետև շտապեմ իրենց միսուրներս այստեղ չեն, բայց կերը այնքան շատ էի լցրել, որ դեռ կա ամեն դեպքում, ավելացնեմ նաև ջուր և շտապեմ շունիկների մոտ։ Բարևի բոլորին, ես էլ ասում եմ չկան, ոչ չկա, լունտիկը գիրկս է, լունտիկը ուրա գնում չգիտեմ, լունտիկ, արի, եկեք, շս, բարևի բոլորին, ուրախ տարի ցանկացի, դե լավ պայք ես, պուպուշս գնացի, ինչ ես թրջկոտում, լունտիկ, գիշ, դե հաջողություն, պուպուշներս լավ պահեք ձեզ։ Ճանապարհի մեջ դեռ ոչ մի փոփոխություն չկա, ձյունածածկ, գլորվելով գնամ հասնեմ այնտեղ ու տեսնեմ որտեղ են իմ գժուկները։ Այո, արև է, բայց ձյունը չի հալվում։ Քնած են այստեղ։ Երեք, մի հարի զապել, քնեցիք։ Եկիք արևներս։ Քնեցի, արթնացաք, ուրախացաք, որ ինձ տեսաք։ Հա, որդի, դե եկիք։ Վայ, հասկացա, զապել, լավ, մի փոշի արեք, թե չէ, սա ես եք սկսեմ փռշտալ։ Հասկացա, հանգիստ, վայ, մի հատ իրարով անցան։ Եկեք ներս տեսնում, անցի զաբել, որցուկ, Ավրոր անցեք, բոլորով անցեք ներս։ Քնել էիք, արի, որցուկ, հաչալու բան չկա, արի, մտի ներս։ Ասում եմ երկու բերանց գոնե այստեղ հաչամ, նոր գամ։ Հիմա ջուրը բերել եմ, կլցնեմ սիրունս, արի, որցուկ, ներս անցի։ Այստեղ արևին քնել էին, հա, հասկացա, մի հատ հանգիստ, հիմա, հանգիստ խելոք նստեք մի հատ, վայ, էլի գժություն եք անում, հա, ես ասա էլ քոննա, սիրունս, հա, սիրեմ նոր, քեզ միջև չսիրեմ չես ուտում, չէ, դե գերեք, ուծե ժամը մի փոքր հաղթվի կամ ինչ-որ բան, բայց չգալը դա բացառվում, մանավանդ իրենց դեպքում, պուպուշս, դե հաջողություն լավ պահեք ձեզ, մինչ վաղը, հաջող զաբել, մինչ վաղը, այստեղ արևին մնացեք ու մի մտեք ձների մեջ, որպեսզի չմրսեք, հաջողություն, հայացքով ապա, ճանապարհ։ Այս տարածքիս շները հիմնականում առավոտյան դիմացի հատվածում են ինձ սպասում, եթե մի փոքր ուշանում եմ առավոտյան շուտ գալուց, գնում են այդ վերջը նստում են ու ինձ են սպասում։ Եկա որ կերակրեմ այստեղ, տեսեք, ամբողջ ավիրած, սա էլ պաժար տված, ոչ ոք չկա։ Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, ով է արել, ինչ նպատակով չգիտեմ, փորձեմ դուրս գալ գտնել շունիկներիս։ Ինչ են ուզում այստեղից մարդ չի հասկանում, ով է գալիս կրականում, ինչի են անում, ինչ նպատակով, հանգիստ թողեք էլի, քան արանքներ ու բան տեղեր կա կգնաք, էլ որտեղից գան կենդանիներս, փորձեմ տեսնեմ երևում են, որ կողմերում արջուկ, սպիտակ, սևուկ, վախկոտիկներ, առանձնել վախկոտ շներ աստված գիտի, որ կողմ են գնացել, թե ասա ինչի եք վառում, ինչ մի անկյուն գտա այդ խեղճ վախկոտիկներից կերակրելու չթողեցին, քանի կարես բացօթյաներ խնդիր առաջացավ, տարան ներս, էլի խնդիր առաջացավ, ես չեմ հասկանում, ինչ են ուզում մարդիկ, ամեն քար, ամեն փետ, ամեն անկյուն ուզում են իրենցը դարձնեն,
Հանգիստ թողեք մի անկյունել էլի։ Չգիտեմ։ Անողը երևի թե վստահ եմ ասում ուղեղի խնդիր է ունեցել։ Ռեկ Ժան, քո հետ չէի, սպիտակին, արջուկին տեղյակ ես։ Հասկացա, լավ, քեզ կկերակրեմ, մի մտածի։ Կեր, ես տեսնեմ վախկոտներս որտեղ են փախել, ուր են գնացել, ինչի համար։ Չնայած մոտակայքում են, ուղղակի պետք է ինձ նկատեն ու մոտենան, թե չէ, ուր պետք է լինեն։ Տարբերություն շենքերի ու այդ տարածքի վախկոտիկներիս, գործարանի տարածքը ճիշտ է, այնտեղ են գնում վնասակար մարդիկ, բայց համեմատաբար ավելի քիչ են գնում։ Ուղղակի այնտեղ, եթե ես չկերակրեմ, կենդանիները սոված կմնան, իսկ այստեղ կարող են դուրս գալ ինչ որտեղ ուտելիք փնտրել, լավից վատից, հիսոների կերը լցնեմ գնամ։ Ահա, լցրեցի, կգանք ուտել։ Բարև, դու ինձ նկատեցիր ու միանգամից վազեցիր։ Արի, լավ, հիմա քեզ կերակրեմ, սիրուն ես, արի։ Լավ է։ Դե ինչ, որտեղից լավ լինի, եթե դեռ այդ ճայթունները երեխեքի զբաղմունքն են ու կենդանիները տեսեք ոնց վախեցավ ու փախ։ Արի, սիրունս գնացին։ Իմ ականջները պայթեցին ուր մնաց ձերը։ Արի, հիմա էլ գնացել են այն կողմն են գմփացնում, արի։ Չես հասկանում դրա հաճույքն ու իմաստը։ Արի, սիրունս։ Իրենք պայթացնում են, իրենք էլ հրճվում են։ Արի, պուպուշս, ականջներս խլացավ։ Էլ որտեղից կենդանիները մնան։ Են են, այդ երկու երեխաներն են, որոնք գմփացնում են։ Երբեք, նույնիսկ փոքր ժամանակ ինձ հաճույք չի պատճառել այդ ճայթունները, հրավառությունը, չգիտեմ, երբեք ուրախություն չի պատճառել։ Իրանք անում են, իրանք գոռում են, իրանք ուրախանում են, ծափ են տալիս, չգիտեմ։ Այստեղ էլ ստուգեմ, եթե այստեղ էլ չլինեն, ուրեմն ինչ որտեղ են թաքնվել աղբոտիկներս, կփորձեմ վաղը գտնել։ Մի ցավալի բանի մասին եմ ուզում ասել։ Իրականում այդ երեխաներին, որոնք դրսերում անիմաստ շրջում են, կոնկրետ ինձ որ տեսնում են, որ նայում եմ այդպես շատ ցավով, առանց որևէ արձագանքի, ինչ-որ անիմաստ ռեպլիկներ ու իրենց թվում է կվախեցնեն, ինձ ճայթուկներով չեն վախեցնի, ավելորդ ռեպլիկները ինձ համար ոչ մի բան են, ուղղակի երբ որ ես մտածում եմ, որ այդ երեխեքը դրսերում աննպատակ շրջում են ու իրենց միտքը մենակ այ այս շանը ոնց վախեցնենք, այս կաթին ոնց անենք, այս սրա վրա ոնց մի հատ sense չար բան անենք, ուրախանանք։ Այսինքն երբ որ դեռ երեխաներ են ու իրանց համար վատ ու չար բան անելն է ուրախություն ու հրճվանք պատճառում, այ դա արդեն վախեցնող է։ Տեսնում են, նկարում ես, սկսում են ավելի գազանային ձևով արձագանքել, ինչը շատ ցավալի է իրականում։ Այդ երեխաները զուրկ են հոգուց, նրանք հոգի չունեն, ավելի նման են ռոբոտային կառուցվածքի, այսինքն էմպաթիա չունեն ոչ մարդու, ոչ կենդանու, առհասարակ միմյանց նկատմամբ։ Նման երեխաները մեծանալով ապագայում չեն կարող դառնալ լավ մարդիկ։ Բարև Սամջան, ո՞նց ես սիրուց։ Կերտամ Սամին։ Հա։ Հիմա։ Կեր Սամջան, սրա վրա էլ խոսեցին։ Չեն իմանում, որ ընդամենը ժամանակավոր է, դու այստեղ չես նստելու, քո տեղը այն կողմն է, ուղղակի այնտեղ հիմա ձյուն է։ Դե լավ, հաջող։ Մերօրյա իրականությունն է։ Երեխաներին ուրախություն է պատճառում վնասելը, չարություն անելը, չար բան անելը, մեծերը խոսեն, որ իրենց հզոր զգան։ Արի գիտի, արի գնանք, արի, գնացինք վերև, արի։ Գնա, եսնից առաջ ես վազում։ Եղա, սպասի հիմա, կեր կտամ, սպասի հիմա քեզ կկերակրեմ, կեր գիտի, անհամբեր ես։ Ցավոք 2026-ը սկսվել է ու մի տեսակ տխուր նոտաներով։ Հյուրս եկավ, կերավ, խմեց, միաու արեց, դուռը բացեցի, գնաց։